Բարև ձեզ, Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգում կարող է լինել նաև Թրամփի ուղու հարցը։ Համենայն դեպս լրատվամիջոցներն են նման տեղեկատվություն տարածում։ Այն, որ Իրանը դեմ է Թրամփի ուղու շահագործմանը, դա ակնհայտ է, եւ բնական է, որ առիթը բաց չի թողնելու ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների օրակարգ այս հարցը եւս մտցնելու համար։ Բացի այդ, եւս մեկ հանգամանք կա, որը կարծում եմ կարևոր է մեզ համար։ Ավարտին է մոտենում Արաքսի վրայով կամուրջի կառուցումը եւ մարտ ամսին այդ կամուրջը պատրաստ է լինելու Թրամփի ուղուն զուգահեռ միջազգային նոր միջանցք ստանալու համար։ Թուրքիայով ապրանքները ըստ էության Արաքսով անցնելու են Նախիջևանով Իրան եւ շարունակվում են դեպի Ադրբեջան Թրամփի ուղուն զուգահեռ։ Սրան է ձգտում Իրանը եւ սա է առաջարկում նաեւ միջազգային գործընկերներին։ Իրանի հաշվարկները շատ պարզ են։ Եթե խնդիրը զուտ տնտեսական միջանցք ունենալն է եւ տնտեսական ճանապարհ ունենալն է, ապա կարող է իրականացվել նաեւ Իրանի տարածքով, եթե խնդիրը քաղաքական չէ։ Իրանը միջև վերջ չի համոզվում եւ չի հավատում, որ Թրամփի ուղին քաղաքական չէ եւ ուղղված չէ իր դեմ։ Քանզի Թրամփի ուղու միջոցով ԱՄՆ-ը ներկայացվածություն է ստանալու տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի նաեւ մասնավոր ընկերությունները, որոնց մասնավոր լինելու հետ կապված էլ դեռ հարցեր կան, ուղիղ հասանելիություն են ստանալու հայ-իրանական սահմանին։ Բնականաբար սա Իրանին ձեռնտու չէ։ Եվ ինչքան ձգվում են այս բանակցությունները, դրան զուգահեռ Թրամփի ուղու շահագործումն էլ է գնալով դառնում մշուշոտ։ Եթե մարտ ամսվա վերջին կամուրջը լինում է պատրաստ, ապա ակնհայտ է, որ մինչև մարտի վերջ մենք որևէ կոնկրետ գործողություն դժվար թե տեսնենք Թրամփի ուղու հետ կապված։ Առհասարակ Թրամփի հետ կապված եւ Թրամփի ուղու հետ կապված բավականին մեծ հարցեր կան տարածաշրջանային պետությունների մոտ։ Եվ գնալով ավելի են նրանք համոզում, որ Թրամփի ուղին եւ Զանգեզուրի միջանցքը ըստ էության նույն բանն է։ Եվ Ալիևը չի էլ թաքցնում, որ իրենք մինչև վերջ շարունակում են պնդել Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված։ Իսկ Զանգեզուրի միջանցքը տրամագծորեն տարբերվում է այն պայմանագրից, որ կնքվել է Թրամփի ուղու հետ կապված։ Ինչևէ, բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում եւ Թրամփի ուղին եւս կախված է լինելու Իրան-ԱՄՆ հարաբերություններից եւ բանակցությունների ավարտից։ Թե ինչպես կավարտվեն բանակցությունները, դա պարզ կլինի առաջիկայում, բայց այն, որ այս հարցը ակնհայտորեն Իրանը օգտագործելու է նաեւ իր դիրքերն ամրացնելու եւ ԱՄՆ-ից որոշակի զիջումներ կորզելու համար, կարծում ենք սա եւս ակնհայտ է։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանում, բայց այն, որ տնտեսական քաղաքականությանը զուգահեռ արտաքին քաղաքականությունը Իրանում եւս բավականին բարձր մակարդակի վրա է, սրանում մենք ամեն օր ենք համոզվում։ Իրանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է օգտագործել նաեւ հարևան պետությունների տրանսպորտային ուղիները իշա իրեն ծառայեցնելու եւ իր շահերը առաջ տանելու համար։ Այնպես որ սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Ուկրաինայի հետ։ Ֆինլանդիան հատուկ դիմել է ԱՄՆ նախագահ Թրամփին, որպեսզի վերջինս 5-րդ հոդվածի գործածումը չտարածի նաև Ուկրաինայի վրա։ Ֆինլանդիայի մտահոգությունը հասկանալի է, նրանք պնդում են, որ Ուկրաինայի անհավասարակշիռ գործողությունների արդյունքում, որ պատասխան հարված կարող է ստանալ եւ դրա հետևանքով 5-րդ հոդվածը կարող է մտնել գործածության մեջ, իսկ դա անկանխատեսելի հետևանքներ է ունենալու եւ ուղիղ նշանակում է ռազմական գործողություններ ՆԱՏՕ-ի բլոկի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Ֆինլանդիան լինելով այդ դաշինքի նորելուկ անդամ չի ցանկանում, որպեսզի Ուկրաինայի պատճառով նաև ինքը զգա այդ ամենը եւ իր տարածքը նաև վերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի։ Գնալով պակասում է հետաքրքրությունը Եվրոպական միության երկրների մոտ Ուկրաինայի հանդեպ։ Գնալով ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը արդեն բոլորին է հոգնեցրել, քանզի քաղաքական տեսանկյունից բացի բավականին լուրջ տնտեսական կորուստներ է կրում Եվրոպական միությունը եւ այդ երկրների թվում առաջին հերթին իհարկե Ֆինլանդիան է։ Ռուս-ֆինական սահմանի փակումը մեծ ազդեցություն է ունեցել Ֆինլանդիայի տնտեսության վրա։ Բացի այդ, եթե ժամանակին ռուսական հերթիռները գտնում էին ռուս-ֆինլանդական սահմանից 900-ից 1100 կիլոմետր հեռավորության վրա, ապա հիմա այդ հերթիռները գտնվում են հենց ուղիղ սահմանին, իսկ սա Ֆինլանդիայի համար բավականին լուրջ սպառնալիք է։ Դրա համար է երկրի ղեկավարությունը արդեն ստիպված լինում դիմել Թրամփին, խնդրելով 5-րդ հոդվածը չներառել նաև Ուկրաինայի համար եւ Ուկրաինային չընդգրկել այն պետությունների ցանկում, որոնց վրա կտարածվի 5-րդ հոդվածը։ Սրա հետ կապված միջանկյալ որոշում էր կարծես թե տարածվում եւ կայացում, որ Ուկրաինան չի լինում ՆԱՏՕ-ի անդամ, բայց Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անդամ երկրների որոշումով կարող է նաեւ կիրառելի լինել 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ, բայց հիմա կարծես թե պետությունները սկսում են հասկանալ, որ իրականում դա այնքան էլ անվտանգ չի լինելու իրենց համար եւ ուզեն թե չուզեն իրենք եւս
ստիպված են լինելու ներքաշվել ռազմական գործողությունների մեջ արդեն որպես լիիրավ մասնակից։ Այնպես որ ուկրաինական кейսը, ինչպես ասում են, դեռ շատ ջուր է խմելու եւ Ուկրաինայի հետ կապված պետությունների քաղաքականությունը ամեն օր սկսում է փոխվել։ Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան վետո են կիրառել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ կապված։ Միացյալ Նահանգները չի շտապում եւս վերականգնել ֆինանսական աջակցությունը եւ նաեւ զենքի ու զինամթերքի մատակարարումը, քանզի վստահ չէ, որ այդ ֆոնին Ուկրաինան կկատարի այն բոլոր հանձնարարությունները եւ ցանկությունները, որ ունի Դոնալդ Թրամփը։ Տրամփի ցանկությունը ըստ էության հետևյալն է՝ կանգնեցնել ռազմական գործողությունները եւ այդ ընթացքում շահավետ պայմանագրեր ստորագրել ուկրաինական կողմի հետ ուկրաինական հանքավայրերը տնօրինության տակ վերցնելու համար։ Մի մասը արդեն վերցրել է, բայց դեռևս Սևծովյան նավահանգիստներն են մնում, որտեղ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան են կատաղի մրցակցության մեջ մտնելու, բայց այստեղ չմոռանանք նաեւ Ռուսաստանի գործոնը։ Ակնհայտորեն Սևծովյան նավահանգիստների անցումը բրիտանական կամ ամերիկյան հսկողության, մեղմ ասած, ոչ ջերմ վերաբերմունքի է արժանանալու Մոսկվայում, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Վերջին շրջանում բավականին լուրջ հարվածներ է հասցվում հենց Սևծովյան ենթակառուցվածքներին Ուկրաինայի, եւ դա խոսում է այն մասին, որ եթե դա չի անցնում օրինակ ռուսական հսկողության տակ, ռուսական կողմը անելու է ամեն ինչ, որպեսզի բրիտանական կամ ամերիկյան հսկողությունը այդ նավահանգիստների նկատմամբ արդեն լինի անօգուտ։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե Ուկրաինայում եւս իրադարձությունները ինչպես են զարգանում։ Եվ վերջին թեման, որի մասին ցանկանում եմ խոսել, կապ ունի զանգվածային ոչնչացման զենքի հետ։ Ինչպես հայտնի է, ռազմավարական եւ մարտավարական հարձակողական զենքի սահմանափակման վերաբերյալ պայմանագիրը ռուս-ամերիկյան դադարել է արդեն գոյություն ունենալ։ Լրացավ այն ժամկետը, որով Միացյալ Նահանգները պետք է երկարացներ դրա գործողության ժամկետը, Միացյալ Նահանգները չգնաց դրան։ Հիմա մենք այս պայն ունենք բավականին լուրջ վտանգ, որ սպառազինությունների աննախադեպ մրցավազ կարող է սկսվել, ինչը անխուսափելիորեն կարող է բերել նաև բավականին լուրջ ռազմական կոնֆլիկտների։ Բացի այդ, զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված Թրամփն է հանդես եկել հայտարարությամբ, որով առաջարկում է Չինաստանի, Ռուսաստանի եւ մյուս մեծ տերությունների հետ քննարկել միջուկային զենքի հետ կապված հարցերը եւ կանոնակարգել այս ոլորտը։ Թրամփը այստեղ երկու հարց է լուծում։ Առաջինը, գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները ավելի քիչ ատոմային մարտագլխիկներ ունի միջուկային, քան նույն Ռուսաստանի Դաշնությունը, եւ նա մտադիր է նոր պայմանագրով հավասարապես կրճատել դրանք, հասնելով որպեսզի ռուսական կողմն էլ մոտավոր գոնե ունենա այնքան, ինչքան ունի Միացյալ Նահանգները։ Եվ երկրորդ հանգամանքը, այս նոր պայմանագրով կարծես թե զորայացվում է նաեւ խաղաղ ատոմի միջազգային ծրագիրը, եւ այս անգամ Թրամփը փորձում է հասնել նրան, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ մյուս այլ երկրներ կասկածի տակ դնեն նաև Իրանի խաղաղ ատոմ ունենալու իրավունքը։ Սա արդեն մարտավարական լուրջ խնդիր է փորձում սրանով լուծել Միացյալ Նահանգները, բայց կարծում ենք արդեն ուշացած, քանզի եթե օրինակ Սաուդյան Արաբիան նույն Թրամփի հանձնարարությամբ տրվում է հնարավորություն ունենալ խաղաղ ատոմի ծրագիր, եթե Պակիստանը եւ Հնդկաստանը ունեն այդ իրավունքը, եթե Իսրայելն ունի այդ իրավունքը, ապա Իրանը եւս ունենալու է այդ իրավունքը։ Այլ բան է, եթե կայացվի որոշում, որ բոլոր պետությունները, որոնք չեն հանդիսանում, այսպես ասած, միջուկային կորտելի անդամ եւ անվտանգության խորհրդի անդամներ չեն ՄԱԿ-ի, չպետք է ունենան միջուկային զենք, այդ թվում նաեւ Իսրայելը։ Այս պարագայում կարծում ենք հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի, որպեսզի բոլոր պետությունները կամ հրաժարվեն միջուկային իրենց ծրագրերից, կամ դրա իրականացումը լինի շատ խիստ հսկողության տակ, եւ այստեղ չպետք է լինի միջազգային կազմակերպությունների վրա ամերիկյան ճնշումը, ինչպես եղավ ՄԱԳԱՏԵ-ի հետ կապված։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե այս ոլորտում եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։